Գյումրու պատմամշակութային արգելոց թանգարանում մեկնարկել է «Խոսում է արվեստը» խորագրով ներառական փառատոնը, որը կտևի մինչև ապրիլի 26-ը։ Փառատոնը կազմակերպվել է Գյումրու երեխաների տան կողմից, նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը մշակութային միջոցառումներին՝ երգով, ասմունքով, սիրո ու ջերմության գույների կտավներով։ Փառատոնը կազմակերպելու միտքը իդեան տվել են երեխաները, որովհետև հաստատության ներսում մենք ունենք խմբակներ, նկարչության, կավագործության, երաժշտական խմբակ եւ այդ ամենի արդյունքը այսօր դրսևորվում է արդեն փառատոնում։ Փառատոնի վերնագրից եւ նույնիսկ իրանք են մտածել արվեստն է խոսում, քանի որ մեր բալիկներ ունեն սահմանափակ կարողություններ եւ հաշմանդամություն, իրանք իրանց դրսևորումը այսօր ցույց տվեցին արվեստ է խոսում փառատոնին եւ պատերին այո դուք տեսնում եք ամբողջ իրանց ձեռքի աշխատանքն է։ Խոսում է արվեստը փառատոնը ոչ միայն միջոցառում է, այլև ուղերձ հասարակության մեջ սերն ու փոխըմբռնումը տարածելու համար։ Մենք տեսնում ենք բազմաթիվ ներառված երեխաներ, որոնք արվեստ է խոսում փառատոնի շրջանակներում ցույց տվեցին իրենց տաղանդը, շնորհքը եւ ցիրկը։ Սա շատ կարեւոր է։ Ամբողջ թիմը աշխատում է ուղղությամբ, որ կարողանանք որևէ ճյուղ երեխաները զարգանան այդ ճյուղի մեջ եւ հանգիստ բաց թողնենք ի վերջո 18 տարեկանից հետո մեր երեխաները դուրս տիկան հաստատությունից եւ հանգիստ խիղճ ունենանք, որ արել ենք այն ամենը, ինչ որ կարողացել ենք իրանց համար։ Փառատոնը բացեց իր դռները այն համոզմամբ, որ տարբերությունը չէ, որ բաժանում է մարդկանց, այլ մեր վերաբերմունքը դրան։ Մասնակից երեխաները յուրաքանչյուրն իր յուրահատուկ ունակություններով հանդես եկան արվեստի, երաժշտության եւ ստեղծագործ գործունեության տարբեր ձևաչափերով։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։